Ինչպես ագրեսորին հասցնել ինսուլտի, 4 հնարք, սրտից թույլ մարդիկ չդիտեն։ Առաջինը, միշտ ապիր պատասխանել, թող դիմացինդ երգի, քանզի ով շատ է խոսում, շատ է ոտքին գցում։ Երկրորդը, դառը համբյուրը, ինչքան շատ է ագրեսորը եռում, այնքան ավելի է կրակի դոզան ավելացնում։ Նա բոռում է, վիրավորում, բղբղկում, իսկ դու փոխարենն ավելի շատ կարեկցանք ու քնքշանք ես տալիս իրեն։ Կեղծ իհարկե։ Այդպիսով նա հասկանում է, որ քեզ վրա ոչինչ չի ազդում եւ անկարողությունից սկսում է սեփական խալաթի թևերը ուտել։ Երրորդը, ճակատին մեխված հարց։ Դիպուկ եւ տեղին տրված հարցը կարող է քանդել նույնիսկ ամենաուժեղ թվացող մարդուն։ Հիշիր, իրավիճակը կառավարում է նա, ով հարցեր է տալիս։ Դրա համար քո հետագա զրույցներում աշխատիր այնպես անել, որ ավելի շատ հարցեր տվողը դու լինես, պատասխանողը դիմացինդ։ Չորրորդը եւ ամենագլխավորը, պատասխան կողքից։ Սև հոգեբանության թերևս ամենաուժեղ հնարքներից մեկը։ Իմաստը կայանում է նրանում, որ երբ քեզ հարց են տալիս, դու համ պատասխանում ես, համ էլ ոչ։ Բայց դիմացինդ այդպես էլ չի հասկանում, թե ինչ կատարվեց հենց նոր։ Այս տեխնիկային տիրապետում են աշխարհի ամենահեղինակավոր դեմքերը։ Ուզում ես դու էլ տիրապետել, համեցիր իմ փակ Telegram ալիք։ Այնտեղ կգտնես քո բոլոր հարցերի պատասխանները։